Ինչու են ուռուցքային հիվանդությունները պրոգրեսիվ տարածվում աշխարհում։ Դուք ճիշտ եք, ըստ Global Burden of Diseases ծրագրի, որը համարվում է համաշխարհային առողջապահության ամենամեծ տվյալների բազան, 2025 թվականին 2020 թվականի համեմատ ուռուցքային հիվանդությունները կրկնապատկվել են, այսինքն տվել են 100% աճ եւ մահացությունը 74% աճ է տվել։ Պատճառները բազմաթիվ են։ Առաջին պատճառը թերևս բնակչության ծերացումն է, ինչպես գիտենք, ավագ տարիքի ազգաբնակչությունը ավելի մեծ հիվանդություններ ունի, այդ թվում նաև ուռուցքային։ Անառողջ ապրելակերպ եւ անառողջ ցանոթ, որը գլոբալ հիմնախնդիր է այսօր գրեթե բոլոր երկրներում։ Էկոլոգիա, քիմիական, ճառագայթային, փոշի, պատերազմներ, ամբողջ կենսոլորտի թունավորում եւ տոտալ ինտոքսիկացիա, ամենահավանական եւ հնարավոր պատճառներից մեկը։ Վնասակար սովորություններ, ինչպիսիք են ծխելը, ալկոհոլի չարաշահումը, թմրամոլությունը, որը այսօր բավականին մեծ չափեր է ընդունել եւ երիտասարդացել է։ Մի շարք վիրուսային եւ բակտերիալ օնկոգեն հիվանդություններ, այդ թվում հերպես վիրուսների մի հսկայական խումբ, մարդու պապիլոմավիրուս, հեպատիտ B-ի եւ C-ի վիրուս, հելիկոբակտեր պիլորի եւ մի շարք այլ ինֆեկցիաներ, որոնք նույնպես համարվում են օնկոգեն։ Բազմաթիվ դեղամիջոցների օգտագործում, մասնավորապես ստերոիդներ, հորմոնալ հակաբեղմնավորիչներ, անաբոլիկներ, ցիտոստատիկներ, ինչու չէ նաև որոշ անտիբիոտիկներ, որոնք այսօր հաստատված են, որ ունեն օնկոգեն ազդեցություն։ Բազմաթիվ դեղեր հետ են կանչվել համաշխարհային շուկայից եւ հանվել գործածությունից իրենց օնկոգենության պատճառով։ Ինչպես նաև այստեղ մեծ նշանակություն ունի բժշկագիտության զարգացումը եւ դիագնոստիկ մեթոդների կատարելագործումը, որի շնորհիվ հնարավոր է լինում ավելի մեծ թվով հիվանդություններ բացահայտել։ Ինչպիսին է վիճակը Հայաստանում։ Եթե մի խոսքով այսպես ամփոփելու լինենք, վատ։ Տարեկան գրանցվում է ուռուցքային հիվանդությունների 7000 առաջնային դեպք։ 100,000 բնակչի հաշվով 202 հիվանդության ուռուցքային հիվանդությունների հիվանդության դեպք է գնահատվում։ Ըստ համաշխարհային ցուցանիշների սա միջին ցուցանիշ է։ Օրինակ Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում 100,000 բնակչի հաշվով տարեկան հայտնաբերվում է 460 ուռուցքային հիվանդությունների առաջնակի դեպք, բայց մահացության կառուցվածքում այս երկրները զբաղեցնում են 59-60-րդ հորիզոնականները։ Հայաստանում բազմաթիվ սահմանափակ են այդպիսի ինֆորմացիան եւ չունենք մենք հավաստի տեղեկատվություն մահացության տեսակարար քշռի մասին, սակայն վերջին 20 տարում տեղի է ունեցել դեպքերի կրկնակի աճ եւ կանանց եւ տղամարդկանց մոտ երկրորդ տեղում է կոլորեկտալ քաղցկեղը։ Իսկ ինչ արդյունավետ պայքարի միջոցներ կան։ Պայքարի միջոցները երկուսն են, երկու հիմնական ուղղություններով են։ Առաջի ուղղությունը թերևս պատճառային գործոնի վերացումն է, որը հասկանալի պատճառներով անհնարին է, բարելավել էկոլոգիան, վերացնել պատերազմները, սնունդը եւ մնացած բացասական գործոնները։ Երկրորդ հիմնական եւ ամենաարդյունավետ միջոցը դրանք սկրինինգներն են։ Իսկ ինչ է սկրինինգը։ Սկրինինգը դա պոտենցիալ առողջ ազգաբնակության շրջանում կատարվող հետազոտությունների, կանխարգելիչ հետազոտությունների մի համալիր է, որի նպատակը նախախտանշային փուլում բացահայտել խնդրու առարկա հիվանդությունը եւ այդպիսով կազմակերպել արդյունավետ, ռացիոնալ եւ նաեւ ոչ թանկ բուժում։ Սկրինինգների համար գոյություն ունեն 4 հիմնական չափորոշիչներ, որպեսզի մենք կարողանանք ներդնել եւ իրագործել այդ սկրինինգը։ Առաջինը դա զգայունությունն է, առանց որի մենք չենք կարող բացահայտել տվյալ հիվանդությունը։ Սպეციფიკությունը, որի շնորհիվ մենք կարողանում ենք բացահայտել հատկապես տվյալ հիվանդությունը եւ չենք տալիս կեղծ դրական պատասխաններ եւ ստեղծում խոճապ։ Երրորդը դա մատչելիությունն է, որպեսզի հնարավորինս մեծ թվով մարդիկ ընդգրկվեն այս ծրագրի մեջ հետազոտության եւ ի վերջո անվտանգությունը, սկրինինգային մեթոդը պետք է լինի անվտանգ մարդկանց առողջության տեսանկյունից։ Ինչ սկրինինգային ծրագրեր են գործում Հայաստանում։ Հայաստանում բազմաթիվ սկրինինգային ծրագրեր կան, ինչպես ուռուցքային, այնպես էլ ոչ ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման նպատակով, օրինակ հայտնի է, որ նորածնային հասակում կատարվում են 7 սկրինինգներ, մասնավորապես հիպոթիրոզի սկրինինգային ծրագիր է իրագործվում, ֆենիլկետոնուրիայի, ազդրի բնածին հոդախախտի եւ բազմաթիվ այլ ծրագրեր, դա արվում է ծննդատներում։ Ուռուցքային հիվանդությունների առումով վաղուց արդեն Հայաստանում ներդրված եւ շատ արդյունավետ գործում են
կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգային ծրագիրը, որի էությունը տարին մեկ անգամ 40 պլյուս բոլոր կանայք պետք է անցնեն կրծքագեղձի սոնոգրաֆիա եւ անհրաժեշտության դեպքում մամոգրաֆիա, թոքի քաղցկեղի սկրինինգը, որը ենթադրում է տարին մեկ անգամ անցնել ցածր դոզայով կոմպյուտերային տոմոգրաֆիա, շագանակագեղձի քաղցկեղի հայտնաբերման նպատակով 50 պլյուս բոլոր տղամարդիկ տարին մեկ անգամ պետք է անցնեն շագանակագեղձի սոնոգրաֆիա եւ PSA հակացնի որոշում արյան մեջ, կիրառվում է արգանդի վզիկի քաղցկեղի ծրագիր, որի էությունը PAP տեստի, բջջաբանական տեստի եւ մարդու պապիլոմավիրուսի հայտնաբերման անալիզներն են։ Դուք ասացիք, որ կոլորեկտալ քաղցկեղը երկրորդ տեղում է Հայաստանում, բայց չնշեցիք այդ քաղցկեղի սկրինինգը։ Ճիշտ եք, որովհետև կոլորեկտալ քաղցկեղի սկրինինգային ծրագիրը բոլորովին վերջերս է նոր է ներդրվել առողջապահության նախարարության կողմից, այն իրենից ներկայացնում է իմունոքիմիական մի անալիզ, մի հետազոտություն, որի էությունը կանոնում է նրանում, որ պետք է հայտնաբերել թաքնված արյունը կղանքում եւ դրանով իսկ ախտորոշել հիվանդության, չարորակ հիվանդության արկայությունը կամ բացակայությունը։ Անալիզի սկրինինգի էությունը հետևյալն է, ուրեմն այս տեստը բավականին մեծ սպეციფიკությամբ է օժտված, այսինքն հնարավոր է լինում հատկապես մարդկային հեմոգլոբին արյուն հայտնաբերել եւ կապ չունի սննդային գործոնի հետ, սակայն պետք է ասել, որ նախ առաջին այն չի հայտնաբերում չարյունահոսող ուռուցքները, չի հայտնաբերում պոլիպները, ադենոմատոզ պոլիպները, այսինքն նախաքաղցկեղային բազմաթիվ վիճակներ եւ բացի դրանից թաքնված արյան բացահայտումը չի կարող համարվել քաղցկեղի հավաստի ցուցանիշ, ինչու, որովհետեւ գոյություն ունեն մոտ 40 հիվանդություններ, որոնք կարող են տալ թաքնված արյան արկայություն կղանքում։ Եթե ուզում եք, ես կարող եմ այդ հիվանդությունները թվարկել, դրանք 40-ն են եւ գոյություն ունի այդպիսի մի չափորոշիչ, որը կոչվում է PPV, Positive Prognostic Value, որը գնահատում է, թե բացահայտված դեպքերի քանի տոկոսն է, որ կարող է էական արժեք ներկայացնել խնդրու առարկա հիվանդության դիագնոստիկայի առումով։ Եվ ահա այս FIT տեստը, իմունոքիմիական տեստը, որը ներդրվել է, ունի PPV-ն մաքսիմում 10% է, որը նշանակում է, որ բոլոր հայտնաբերված դեպքերի միայն 10%-ն է, որ համապատասխանում է եւ կարող է դիտարկվել որպես չարորակ նորագոյություն կոլորեկտալ քաղցկեղ։ Ինչ այլընտրանքային սկրինինգային մեթոդ կարող է կիրառվել։ Գերմանական Shebo Biotech բիոտեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է ժամանակակից ախտորոշման մի տեստ, որը կոչվում է պիրուվատ կինազային M2 ֆրակցիայի տեստ։ Նրա էությունը կանում է դրանում, որ կղանքում հայտնաբերվում է պիրուվատ կինազայի M2 ֆրակցիան, որը իրենից ներկայացնում է ֆերմենտ, որը արտադրվում է ուռուցքային բջիջների կողմից։ Եվ այդ ֆերմենտի հայտնաբերումը հավաստիորեն ապացուցում է ուռուցքային process-ի արկայությունը աղիքներում։ Եվ այս տեստի առավելությունը նա է, որ ինքը հայտնաբերում է ուռուցքային բջիջները բոլոր փուլերում, անկախ արյան արկայությունից, կարող է նաև որոշակի հավաստիություն ունենալ ադենոմատոզ պոլիպների դիագնոստիկայի առումով, բացի դրանից Shebon առաջարկում է նաև կոմբինացված տեստ, որը իր մեջ միաժամանակ բացի պիրուվատ կինազայի M2 ֆրակցիայի հայտնաբերումից նաև պարունակում է հեմոգլոբինի հայտնաբերում, այսինքն նույն այն տեստը, որը ներդրված է այսօր առողջապահության նախարարության կողմից իմունոքիմիական տեստը, մենք ունենում ենք ավելի բարձր հավաստիություն, ինչու, որովհետև մենք հայտնաբերում ենք եւ սպეციფիկ ուռուցքային բջիջներին բնորոշ ֆերմենտը եւ հայտնաբերում ենք արյունը եւ դրանով իսկ հավաստիությունը տեստի հասնում է մինչեւ 98%-ի։ Այս տեստի ներկայացման էքսկլյուզիվ իրավունքը Unilab ախտորոշիչ կենտրոնինն է։ Ովքեր են մտնում կոլորեկտալ քաղցկեղի ռիսկի խմբի մեջ։ Կոլորեկտալ քաղցկեղի ռիսկի խմբի մեջ մտնում են հետևյալ կատեգորիայի մարդիկ՝ 45 տարեկանից բարձր անձինք, ուռուցքների ընտանեկան անամնեզ ունեցող պացիենտները, հատկապես առաջին գծի, այդ դեպքում ուռուցքների հավանականությունը մեծանում է 4 անգամ։ Աղիների բորբոքային հիվանդություններ, աուտոիմուն բորբոքումների մասին է խոսքը, մասնավորապես կրոնի հիվանդություն եւ խոցային կոլիտ, անամնեզում պոլիպների արկայություն, ճարպակալում եւ ծխող մարդիկ
Երկրորդ տիպի շաքարային դիաբետ ունեցող մարդիկ միայն շաքարային դիաբետը հանդիսանում է կոլորեկտալ քաղցկեղի առաջացման առանձին բարձր ռիսկի գործոն։ Որովայնի կամ փոքր կոնքի շրջանում ճառագայթային թերապիա ստացած անձինք, մասնավորապես օրինակ ասենք պրոստատայի քաղցկեղի կապակցությամբ, ինչպես նաև մի շարք ժառանգական պոլիպոզներ ունեցող պացիենտները, որոնք արդեն մասնագիտական հարցեր են, որոնք նշանակվում է բժշկի կողմից։ Իսկ ինչ անել եւ որտեղ։ 45 տարեկան եւ բարձր բոլոր անձինք, բոլոր առողջ անձինք տարին մեկ անգամ պետք է հանձնեն կղանքի անալիզ, որպեսզի բացահայտեն ուռուցքային բջիջների հնարավոր արկայությունը եւ չարորակ նորագոհությունների ռիսկը։ Հետազոտությունը շատ պարզ է, այն ոչ ինվազիվ է, ընդհանրապես դա կղանքի հետազոտություն է, որը կատարվում է Unilab ախտորոշիչ կենտրոնում։ Կղանքի նմուշը ուղարկվում է լաբորատորիա, որտեղ կատարվում է այդ հետազոտությունը։ Անհրաժեշտության դեպքում վերը շարադրված բոլոր պացիենտներին, բոլոր կատեգորիայի պացիենտներին բժշկի ցուցումով նույնպես կարող է նշանակվել սկրինինգ Shebo-Biotech-ի դիագնոստիկ տեստերով։ Ինչու ընտրել Shebo-Biotech M2PK թեստը, ոչ թե կոլոնոսկոպիան։ Կոլորեկտալ քաղցկեղի ախտորոշման ոսկե ստանդարտը աշխարհում եղել եւ մնում է կոլոնոսկոպիան։ Սակայն մեթոդի դժվարության, թանկության, անհարմարավետության, ինչպես նաեւ նարկոզի անհրաժեշտության հետևանքով այս մեթոդի կիրառելիությունը բավականին սահմանափակ է։ Բազմաթիվ պացիենտներ խուսափում են պարզապես դիմել կոլոնոսկոպիայի եւ որի արդյունքում մենք ունենում ենք բազմաթիվ չախտորոշված դեպքեր։ Պիրուվատ կինազային P2 M2 ֆրակցիայի այս տեստը ինքը ոչ ինվազիվ է, կարող է կատարվել անսահմանափակ դեպքերում, բոլոր թիրախային խմբերում եւ եթե մենք ունենանք դրական պատասխան, որը մեզ կհուշի, որ այստեղ կարող է լինել կոլորեկտալ քաղցկեղի հավաստի կասկած, իհարկե վերջի խոսքը պատկանում է կոլոնոսկոպիային, անհրաժեշտության դեպքում կարող է արվել նաև կոլոնոսկոպիա, բիոպսիա եւ դրանից բխող բոլոր հետագա գործողությունները։